ստացել եք։ Ուղղակի հարցնում եք ստացել եք քաղաքացի Էդգար Ղազարյանի նամակը։ Դուք գիտեք այդ հարցի պատասխանը, ինչ եք այդ հարցը։ Պատասխանել եք, ստացել եք, բայց ինչ եք։ Բոլոր 107 բան։ Եվ ինչ եք արձագանքել։ Չեմ ասում։ Որևէ ձևով դիմումը այդ որ ձեզ ուղղվել է նամակը, որ ինչ եք Մենք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպում, թե ինչի մասին եք խոսում։ Եթե քաղաքացին ձեզ դիմել է, մենք էլ հարցնում ենք ճակատագրիչ ուղղակի։ հասկանանք, ինչ եք արել այդ նամակը։ 4 տարի ինձ 6 տարի ինձ քաղաքացիներ նամակներ են գրում։ Ո՞ր մեկի մասին։ Պարոն Եղոյան, որ Տարիներ Մյուս քաղաքացիները ավելի անկարևոր հարցեր են բարձրացնում։ Ոչ, պարզապես դա հրապարակային է եղել, մենք էլ հարց ենք ուղղում ձեզ։ Պարոն Եղոյան, երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն Չէ, նշի որ թեմայից խոսափում, ուղղակի եթե շոուի կարիք ունեք, ինչպես։ Երբ որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անում։ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում։ Բա ինչով է դա։ Որովհետև գործողության շոում ինքը ոչ թե գործողության ֆիզիկական, տեխնիկական կողմն է, այլ դրա քաղաքական կոնտեքստը։ Քաղաքական կոնտեքստից կախված է գործողությունը կարելի որակել կամ շոու կամ քաղաքական գործընթաց։ Նույն գործընթացը տարբեր քաղաքական կոնտեքստներում կարող է մի դեպքում լինել շոու, այսպես դիտումների եւ այլի համար։ Մյուս դեպքում կարող է լինել քաղաքական գործընթաց։ Իսկ այստեղ կոնկրետ ինչն է ձեզ այո, ինչից եք դուք բանանում, որ այդ Ես այդ գաղազանը։ թեմայի շուրջ նույնիսկ եմ ասում, զոտ ուղղակի զարմանում եմ ինքս ինձ վրա, բայց ուղղակի ձեր նկատմամբ եղած հարգանքից ուղղակի խոսում են այդ իմպիչմենտից, հիմա դուք մեր Չէ, ուղղակի ես դուրս, հա, ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղը զբաղեցնող պետությունում լրատվամիջոցները, որտեղ իդեպ այդ զեկույցի մեջ ասում է, որ մամուլի մի մեծ հատված դեռ սպասարկում է նախկին օլիգարխիկ համակարգի, դուք անկախի մեջ եք, հա, Նարեկը անկախի մեջ է։ Ինձ մտահոգում է, ինձ գիտեք ինչն է մտահոգում, որ իմ դիմաց հիմա կանգնած է 7 լրագրող եւ 7-ի մոտ նույն հարցն է։ Ինձ դա է մտահոգում։ Նորմալ իրավիճակում, սովորական ազատ լրատվամիջոցներով երկրում ամեն մեկը մի հարց, որովհետեւ ամեն մի լրագրողի մտքում մի հարց բնականորեն կարող է տարբեր հարցեր պիտի որ ծագեն հնարավոր չի որ 7 լրագրողի մտքում առավոտյան եթե իհարկե 7 լրագրողների հարցն էլ նույն կենտրոնից չի իսկ դա է մտահոգում թե չէ ես ոչ մի հարց չեմ վախենում թե չէ եք խոսում դա չի մտահոգում որովհետև ֆրակցիան խոսում է քաղաքական գծով այո ֆրակցիայում կա քաղաքական գիծ մենք մի ֆրակցիա ենք դուք մի լրատվամիջոց եք բոլորը եթե դուք բոլոր նույն լրատվամիջոցից եք ասեք իմանա Բայց դա չի նշանակում, որ մենք երկրորդ, երրորդ այլ թեմաներ չունենք, պարոն Եղոյան։ Երկրորդ հարցն էլ է ձեր մոտ գրած, երրորդն էլ է գրած, եւ դրանք նույնն են։ Բայց որտեղ Եվ դրանք նույնն են։ Ես օրինակ չեմ Որովհետեւ Ժորժ ջան, բանը վիճակագրորեն, նույնիսկ եմ ասում, հնարավոր չի, որ անկախ առանց հեգնանքի, առանց բարոյախոսական ճարերի մեջ կներեք, բայց չեք ուզում հարցազրույց տակ, ես բան եմ ասում, ինչ գնահատակ։ Սա ձեր Նիկոլ Փաշինյանի դիմաց չենք մենք որպես ընդդիմադիրներ, որոնց կարա համբալ անվանի եւ ձայն չհանեն, տալիս է լրագրողը հարց պատասխանեք, չեք ուզում մի պատասխանեք, որ այդ փոխադարձ հարգանքը լինի։ Հիմա իմպիչմենտի թեմայով մեկնաբանություն ունեք, ստացել եք ձեր հանդեպ, ձեր հարցը ինքնին։ Դա քաղաքական օրակարգում եղած Այնա որ դուք այդ հարցի պատասխանը գիտեք, բայց դուք միևնույնն է։ Մենք շատ բաներ գիտենք։ Ձեր նախկին թիմակիցն էլ է ասել անվստահության գործընթաց Հովիկ Ղազարյանը եւ ասել է, որ մայիսի 20-ին տեխնացուի անուն է տալու, որը գուցե լինի նաեւ ԿՊԱ-կան եւ այն որ ասել է Հովիկ Ղազարյանը։ Ձեր թիմը Որը այլ մարդ է։ Բայց ձեր քան ձեր նշած անձը։ Նա այլ մարդ է, նա այլ մարդ է։ Այսինքն իր իմպիչմենտը Նա այլ քաղաքական կոնտեքստն է, մնացածը անուրջը։ Չգիտեմ, պիտի ասի ամբողջական։ Չէ, դուք եք ասում, Էդգար Ղազարյանը անլուրջ է, հիմա հարց է տալ Հովիկ Ղազարյանը լուրջ է եւ շոու չէ։ Ես ծանոթ չեմ այդ կոնտեքստին, պիտի նոր եմ ձեզանից լսում, բայց
կոնտեքստին ծանոթանամ, կասեմ։ Խաղաղության պայմանագրեր կապված։ Տվեք մեկ հարց, տեսեք TV5-ը ունի տարբերվող հարց, ինչը շատ, թե նույն հարցը բոլորդ ունեն։ Բայց արձանագրում եք Հայաստանի 34-րդ տեղն է, կներես Կարոջան։ 34-րդ տեղը համեմատ բան է կամ սպորտում եք հարցերը խմբագրել ես, ինչ հարց եք տալիս։ Բա հենց դա է խոսքի ազատությունը, որ Ես չեմ խմբագրում, ես ուղղակի իմ զարմանքն եմ արտահայտում առ այն, որ բոլորի մոտ նույն հարցն է ծագում։ Հնարավոր չի, որ բոլոր լրագրողների մոտ ազատ զարմացած ենք, որ դուք դեռ տարբեր դա էլ ձեր իրավունքը, բայց դա արդեն ոչ թե լրագրողի վերաբերմունք է, այլ ուղղակի տենց հայտարարություն է քաղաքացու, որը շատ հետաքրքիր է։ գիտություն ձեզ։ Պարոն Եղոյան, ձեզ Պարոն երբ Եղոյան, օրինակ խաղաղության հարմար կամ հարցեր պայմանագրեր ունեք, ի վերջո ըստ օրը համաձայնեցված Չլսեցի, խանգարում է, տեսեք ձեր գործընկերը։ Ձեզ երբ է հարմար գանք հարցերը քննարկենք հարցազրույցից առաջ գանք հարցեր քննարկենք, պայմանավորենք։ Ես հենց այդ մենք հենց նրա համար ենք մամուլի ազատությամբ 34-րդ տեղ աշխարհում, որ հարցերը նախորդ իշխանության հետ չեն քննարկում, եթե այլ տեղեր էլ չքննարկվեին հարցերը, կլինեինք ոչ թե 34-րդ տեղում, այլ 14-րդ տեղում։ Ես չգիտեմ, որովհետև ես ասում եմ զուտ վիճակագրական, ես նույնց եմ ասում, եթե նույնց եմ ասում, վիճակագրորեն հնարավոր չի, որ անկախ, իրարից անկախ 7 տարբեր լրատվամիջոց միանգամից մարդը դուրս գա դահլիճից ու նույն հարցը տան, այդպես նույնց եմ ասում, չի լինում, որտեվ ամեն լրատվամիջոց պիտի ունենա իր խմբագրական քաղաքականությունը։ Հիմա մենք քննարկում ենք օրինակ հակակոռուպցիոն օրինակի համար, կրակոցները, եթե հիմա այս պահին մենք սկսեցինք իմպիչմենտից, դա չի նշանակում, որ կրակոցների մասին հարցը ձեզ չի ուղղել օրինակ։ Սովորական իրավիճակում տարբեր լրագրողներ տարբեր հարցեր են տալիս։ Եթե դուք դրամներից եք խոսում, պետք է մտածենք, որ դա նույն տեղից են գրվում այդ տեքստերը։ Չէ, դրանից ոնց են խոսում, նայած ինչն է փերանգներով նույնց եմ ասում, չէ, իհարկե չէ։ Բոլորը գուցե նույն հարցը տան, բայց ամեն մեկը իր նյութն անում, իր ուղղվածությունը։ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են նույն թեմաների վերաբերյալ, իրարից տարբեր այսինքն քանի որ թեման, բայց դա համեմատելի չի, դուք էլի բաները, հարացույցերը խառնում եք իրար, ձեր սիրած ոճով, բերում եք, չգիտեմ, լրիվ ուրիշ կոնտեքստի մեջ եք դա դնում։ Շարունակում եք գրակոծները միաժամանակ Ադրբեջանի սահմանից, կարծես բնածախում է եղել։ ՊՆ-ն է, ադիություն տալիս։ ՊՆ-ն ասում են, որ երեք էլ ասում են, որ Ադրբեջանը սադրանք է, ով էր ասում, ես չեմ, պաշտպանության նախարարությունը։ Երեք են հաղորդագրություն տալիս։ Առաջ էլի Ադրբեջանը անդադ մեղադրում է հայկական գրակոծների, միաժամանակ նորից Բաքվից առաջ են քաշում էլի սահմանադրությունը փոխելու, որ դա տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս համատեքստում, այս իրավիճակում դուք ինչ սպասելիքներ ունեք։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետեւ այդ կրակոցները նաեւ նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորը մեր հասարակության մեջ եւ ես հույս ունեմ որ նաեւ դուք չեք նպաստի հանրային անդորի խաթարմանը Ինչո՞վ պետք է մենք նպաստենք Խոճապ տարածելով կրակենք օրինակ նրանով որ մեր սիրելի ազատություն ռադիոկայանը գնում է եւ ասում է օй գյուղը դատարկվում է օրինակի համար Մենք էլ ենք խոսել, հետո դպրոցից երեխաներին տանում են եւ նման խոճապային լուրեր այնինչ հետո ճշտվում է եւ պարզվում է որ գյուղը դատարկվում է որ մեկ երեխայի լրիվ իր անձնական ինչ որ ընտանեկան պայմաններից ելնելով այլ դպրոց են այդպիսի դուք վստահ եք որ եղել է նման նյութ մեզ մոտ երեխաներին հանում են մասսայաբար դպրոցից տանում են նման այն մարդը ում հետ այո նույնց եմ ասում բայց եթե բնակիչները հանում են ամեն այսինքն դուք ամեն ինչ բնակիչների ինչ խոսում են տարբեր տեղեր տարբեր բնակիչներ տարբեր բաներ են խոսում նախարարությանը լսում ենք ձեզ եւ բոլոր ասենք ազատություն ռադիոկայանի մասին էլ տարբեր բնակիչներ տարբեր բաներ կարող է ասեն դա պետք է ես ասեմ Թիրախավոր եք պարոն Եղոյան ազատություն Չեմ թիրախավորում կոնկրետ մարդիկ բան են ասել ես ուզում հասկանամ այսինքն բնակիչ ասելով դուք արժանահավատությունը դա չէ ճշտում բնակիչը որ ասեց երկրը իրոք եթե բնակիչը ասեց երկիրը տափակ է
Ազատություն ռադիոկայանը պիտի ռեպորտաժ անի, ասի ըստ մի բնակչի երկրագունդը տակակ է։ Մի րոպե ճշտել ՊՆ-ից եւ ձեզնից եւ մնացած բաներից չեն հարցնում։ Դպրոցը լքելու մասին եմ ասում։ Դպրոցը մասսայաբար լքելու եւ այլի նորությունը, հետո պարզվեց, որ մեկ երեխա ընտանեկան ինչ-ինչ պատճառներով չեմ մանրամասներ չգիտեմ, ուղղակի այլ դպրոց է տեղափոխվել, ոչ թե շուտ մասսայաբար դպրոցից դուրս են գալիս երեխաները։ Չէ, դա խորհուրդը նա է բնակչի։ որ նախ փաստերը ճշտեք, Դա պետք է նախ եւ նույնիսկ փաստերը ճշտելուց Դուք բացառում եք, որ գյուղը խորհուրդ եմ տալիս մարդկանց բերանը բացել իմաստալից կերպով։ Քոչարյանական իշխանություն Դուք բացառում եք, որ գյուղը կարող է եւ լքեն, դպրոցից կարող է եւ հանեն։ Դուք բացառում եք նման Չէ, բայց եթե նման երևույթ Չէ, ես կա, ուրիշ պետքա հարց դա եմ լինի, տալիս։ Ես պետքա ասում եմ, դուք բացառում եք, որ սահմանազատումից հետո։ Ձեր հարցը կոռեկտ հարց չի։ Ես հարց եմ տալիս, որտեղ Ձեր հարցը կոռեկտ չի, որովհետև ձեր հարցից դուք ունեք ձեր հարցից դուք ակնկալում եք երկու հնարավոր պատասխան։ Այո, բացառում եմ։ Ոչ չեմ բացառում։ Ոչ չեմ բացառում։ Երկու դեպքում էլ, չբացառելով հարցերը, ընդհանրապես, եթե ասենք դուք բացառում եք, որ վաղը աշխարհի վերջն է, ես էլի դա չեմ կարող բացառել։ Բայց դա չի նշանակում, որ ես կանխատեսում եմ, որ վաղը կլինի աշխարհի վերջ։ Այնինչ ձեր վերնագրում դա կհայտնվեր, որ Եղոյանը չբացառեց, որ վաղը աշխարհի վերջն է։ Պարոն Եղան, հիմա բնակիչները, որ անհանգստացած են, ասում են, սենց որ լինի, մենք դուրս կգանք յուղերից, նման բան չլուսաբանվի, չտրվի եթեր։ Ու նայած ով է ասում, այդ ասում բնակիչը ամեն մեկը իր տեղը թող ամեն մեկը թող իր տեղը խոսա, Ժորժ ջան, ամեն մեկը թող իր տեղը խոսա։ Ոչ, ինքը ասել է, ինքը խոսացել է յուղի տեղը։ Հպարտ քաղաքացի չի։ Պարոն Եղոյան, քաղաքացին Հպարտ քաղաքացի թող ինքը իր տեղը խոսի։ Ասի ես ունեմ այս պլանները, ինչա ինքը խոսում ամբողջ գյուղի Պարոն Եղոյան, ու հետո պարզվում է որ տեղեկությունը հա դե մենք դե հա Դուք եք միշտ ասում ժողովուրդն ասում է, ժողովուրդն եթե ասում է։ չգիտեք ժողովուրդ հավանական 680,000 իրավունքը։ Բայց ժողովուրդը 600,000-ը չի։ ընտրողների մեծամասնությունը Ընտրությանը մասնակցած։ Հա Ժորժ ջան, երբ որ տեղի են ունենում ընտրությունները, տեսեք զարմա, հետո էլ ասում եք ինչ կրթվել է նորաձև է, կրթված վերջացած են բոլորը։ Ուրեմն կրթությունը ինքը կրթությունը թողեք Ես իմ ամբողջ Չէ, ես հիմա կասեմ ինչ եմ ձեզ այդ խորհուրդը տալիս, եթե չլքեք, ինչպես Ազատություն ռադիոկայանի լրագրողը լքեց։ Ասեմ, դե հիմա ասեմ։ Մամուլի հետ աշխատանք եք Վարշավետ։ Ես հիմա թույլ կտակ ասեմ, թե բերանս պիտի փակեք։ Դուք ասում եք 600,000 թողեք ես Նիկոլ Փաշինյան լրագրողը հարգելի գործընկերն էր։ Հանրապետությունում ամենամեծ վաճառվող տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն է եղել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք դրանով համեմատվել։ Դուք Նիկոլ Փաշինյանի մի օրքան դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք համեմատվել։ Օրինակ մեկ խմբագրական գրելով։ Դուք օրինակ հիմա էլ մի վարքան դուք կարող եք գրել մեկ խմբագրական, դուք այստեղ ներկաներ որ համեմատվում եք։ Չէ, թողեք ավարտեմ նախադասությունը, մի հարցակվեք մարդու վրա։ Եվ դա օրական մի վարքան եւ դա օրական 5000 հոգու 100 դրամով վաճառել։ Եթե ձեր գրած նյութերի եթե ձեր գրած մի րոպե եթե հատուկ գմբել, իսկ դուք դրանից եթե ձեր գրած նյութերի դիտումը լինի վճարովի, օրինակ 100 մի վարքան ավարտեմ 100 դրամ, ինչ եք ասում, քանի եք կբացի այդ նյութը։ Օրինակ, չեք բացառում արդյոք, որ աշխարհի վերջն է, քանի հոգի 100 դրամ կտա, որ այդ նյութի պատասխանը կարդա։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ընտրողների, հիմա այս ժամանակների օրինակներ եք վերում, պարոն Եղանովիչ, ժամանակ էլեկտրոնային մամուլը ինչ տարբերություն։ Վաճառքը մնում է վաճառք, այն ժամանակ թղթով ես վաճառում, հիմա էլեկտրոնային ես վաճառում։ Վաշինգտոն Պոստը այն ժամանակ թղթով էր վաճառում, հիմա էլեկտրոնային է վաճառում։ Հա, ձեզ հետաքրքիր չի, դուք գնացիք հարգելի TV5։ Դուք որ ասում եք Բացարձակ հետաքրքիր չի։ Հանկարծ չիմանաք։ Այդպես 680,000 ասելով այդպես մանեք եք։ Ինչ վերաբերում է 680,000-ին, հարգելի գործընկերներ, գոյությունի կոլեգիալ մարմիններում սիրելի ամենաազատ մամուլով H2 հեռուստաընկերություն, հա, բանն եմ ասելու ձեր դիտարկման վերաբերյալ։ Չէ՞ դե մարդը գնում է իրան եմ ասում, դուք չեք գնում, ձեզ չեմ ասում։
Ես հիմա եկեք բարձենք որտեղ ավիրավորանք։ Եկեք բարձենք։ Եթե դուք հա ինչա կոռեկտ չի ասել վիրավորանքը։ Լրատվամիջոցը չեն նայում դիտում կամ չկա Նիկոլ Փաշինյանը։ Հա դու գոյություն ունի։ Մենք քաղաքական հարցում ենք մոտեցել, հիմա մենք չենք մոտեցել։ Չէ, դե դուք քանի որ դուք ամեն ինչում դուք եք չէ թեման բացում։ Մարդու անունը դուք եք չէ տալիս։ Մարդու անունը դուք տվեցիք, ասցիք այ որ Նիկոլ Փաշինյանը սենց էր անում։ Ես էլ ասացի, որ համեմատվում եք։ Մյուս բաներով ինչի չեք համատվում, դա վիրավորանք։ Չամենևին։ Բայց դուք չեք թույլ տալիս, ես իմ միտքը դուք թույլ չեք տալիս, որ ես իմ նախորդ միտքը ավարտեմ։ Կոլեգիալ որոշումներ կայացնելու process-ում, ինչպես օրինակ պետական կոլեգիալ մարմիններում, ինչպես սահմանադրական դատարանը օրինակ, ինչպես ազգային ժողովը, երբ այդ մարմնի անդամների քվեարկությանը մասնակցած կեսից, քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին որևէ որոշում է կայացնում, դա համարվում է այդ կոլեգիալ մարմնի որոշում։ Ընտրությունների դեպքում այդ որոշումը կայացնում է բնականաբար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին եւ հետո խոսակցական լեզվում ասում են ժողովուրդը որոշեց այսպես կամ ժողովուրդը որոշեց այնպես եւ ի պատասխան երբ որ մեր շատ հարգելի լրագրողներն ասում են ժողովուրդ չի 680,000 քաղաքացի է իրանք նախ վիրավորում են այդ 680,000 քաղաքացիներին եւ երկրորդ չեն հասկանում որ ցանկացած երկրում իշխանությունը չի ձևավորվում 100% ձայնով այդպիսի բան չկա լինում է ԱՄՆ-ում եղան Ֆրանսիայում եղան որտեղ է իշխանությունը 100% հավաքում ասենք 60% 40%-ն էլ չի հավաքում այդ չի նշանակում որ դուք պետք է ասեք գիտեք ինչ այսինչ երկրում ղեկավարությունը վայելում է ժողովրդի այս մասի աջակցությունը կամ բան սա ուղղակի գիտեք ինչ եմ ասում որ ցույց տամ հիմա կասեմ դուք կվիրավորվեք բայց վիրավորվելու բան չկա որովհետև չէ մասի կոռեկտ չի դուք վիրավորվեցիք դա մանիպուլյացիա դա վիրավորական է թե չէ դա մանիպուլյացիա այսինքն դուք բոլոր են մարդիկ ովքեր ասում են իրենք ժողովուրդ չեն իրենք 688,000 քաղաքացի են չէ բա ես ասեց մի րոպե լրագրողը հարց շատ լավ հիմա ասեմ ոնց եք ասել հիմա ասեմ ոնց եք ասել Չենք ասել ժողովուրդ չի։ Ուրեմն շողիկը հարցրեց, բա դուք ո՞նց եք խոսում ժողովրդի անունից, ես ասացի քանի որ մենք ունենք այդ քվեն։ Ինքն ասեց դուք չունեք ժողովրդի քվեն, այսինքն ինքը այդքանին չհամարեց ժողովուրդ։ Հետևաբար։ Ուրիշ հարց են անդրադառնում։ Պարոն Եղոյան, դուք որ ասում եք ամեն ժողովրդի ասածը պետք չի հայ եթե։ Ես այդպես չասեցի, ես ասացի ամեն մի բնակչի, ես ասացի պետք չի եթեր տալ, ես ասացի երբ մի հոգի խոսում է բազմաթիվ մարդկանց անունից պետքա ճշտել թե այդ բազմաթիվ մարդիկ արդյոք համաձայն են իր հետ թե չէ հիմա մի հոգի կարող է ասել հիմա մի հոգին իր անունից կարող է խոսել հիմա մի հոգին որ օրինակ ասում է ամենայն հայարգանքով այդ քաղաքացու նկատմամբ ասում է Նիկոլ Փաշինյանի քաչալը պաչեմ դա պետք է հերարձակել թե ոչ Ալավերցի մի հայրենակից։ Դա ասեմ, եթե նման բաներն էլ ես պիտի ասեմ, քանի որ դա իր մեջ որևէ ինֆորմացիա չի պարունակում, դա իր մեջ որևէ փաստական տվյալ չի պարունակում, դա քաղաքացու վերաբերմունքն է Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դա ըստ նախասիրության կարող եք տալ եթեր կամ կարող եք չտալ, որտեղ այդտեղ չկա ճիշտ ու սխալ։ Վաղը ոչ մեկ չի կարող ասել դա սխալ տեղեկություն է կամ ճիշտ տեղեկություն է, բայց այն տեղեկությունը, որը փաստական է, այսինքն ասում է 5 հոգի մտավ սենյակ։ Բայց չարժին նայել 5 հոգի մտավ սենյակ, թե չմտավ սենյակ։ Մեկ հարցել պարոն Եղոյան, դուք որ ասում եք չեք կարող Նիկոլ Փաշինյանի հետ համեմատվել եւ այլն լրագրողական առումով։ Ես այդպես չասեցի։ Ես ասացի, եթե համեմատվում եք, այն լավ կողմերով էլ համեմատվեք։ Բոլոր կողմերով համեմատվեք։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը այսպիսի ակցիա էր անում, այսպես էր անում, այսպիսի հարցեր էր տալիս, բայց մյուս ֆակտորն այն որ մարտի 1-ից հետո եւ 10 օր թերթեր տպել արգելված էր արտակարգության պայմաններով։ Հետո 11-րդ օրը երբ տպվեցին առաջին թերթերը, երբ կիլոմետրանոց հերթեր էին կրպակների դիմաց, կիլոմետրանոց 5-10 րոպեում այդ թերթերը սպառվում էին։ Բա դա ինչի չեք ասում։ Դուք կարող հիմա էլեկտրոնային է, չէ՞, փայլակն ասում է։ Հիմա էլեկտրոնային է, դուք կարող եք էլեկտրոնային նյութ, ես չեմ ուզում էլի, չեմ վիրավորում, իսկապես, ուղղակի ափսոսում եմ դրա համար։ Դուք կարող եք մի նյութ գրել, որը դիտելու համար 5000 հոգի 100 դրամ կվճարի։ Ոչ թե անվճար ու անհասկանալի ֆինանսավորմամբ ինչ որ աղբյուրներից կլինի դա, այլ ձեր բաժանորդները։ Որտեվ դա անվճար է,
Իսկ եթե լինի վճարովի, ինչպես թերթ կարդալ։ Իսկ դու գիտեք, որ այդ նշած թերթերը, ձեր նշած թերթերը, իսկ դու գիտեք, որ ձեր նշած թերթերը, ձեր նշած, այսինքն որ ասում եք աշխարհում փոխվել է, այն թերթերը ունեն բաժանորդագրություն, ազատ անկախ թերթերը ունեն բաժանորդագրություն, ասենք Ֆրանս, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ մարդիկ վճարում են այդ թերթերը կարդալու համար։ Հետեւաբար մարդիկ դա համարում են արժեք իրենց համար։ Դուք եկել հիմա ինձ ասում եք չեք բացառում, որ վաղը սա կլինի կամ նա կլինի, դա կարդալու համար ոչ մեկ 100 դրամ չի վճարի։ Ես դա եմ ասում, ուզում ասեմ, քանի որ այսքան ազատություն կա երկրում մամուլի, գոնե լավ օգտակար ձևով վերաբերվեք էլի այդ ազատությանը, ոչ թե ուղղակի սանց չգիտեմ, էլի, սանց Պարոն Եղոյան, թիթեռի կյանք ունեցող տեղեկություններ կամ սխալ տեղեկություններ։ Պարոն Եղոյան, Եկեք ավարտենք։ Սիրով։ Պարոն Եղոյան, այդ դեպքում Ինչի փայլակ չեմ։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս։ Հոգնածրեցի։ Հոգնածրեցի։ Պարոն Եղոյան, Շատ լավ։ Իմաստ չեմ տեսնում։ Դե ոչինչ, ինչա, ես էլ իմաստ չէի տեսնում խոսելու, բայց հարգանքից դրդված խոսեցի։ Լավ, Ժորժան, եթե հարց չեք տալիս, թողեք հարց։ Եկեք առանձին, եկեք նա։ Պարոն Եղոյան, ներողություն, հա։ Այ դուք անկախների մեջ եք նշված, եկեք։ Հետո էլ ասում եք սեգրեգացնում եմ։ Պարոն Եղոյան, հարց եմ տալիս, տեսեք։ Բոլորին հետաքրքիր է դա։ Եթե հետաքրքիր չի կարող են գնալ։ Ես ասեմ քո անկախ։ Պարոն Եղոյան, տեսեք, այդ դեպքում որ ասում եք, որ այսպես բան կար հիմա որակյալ մամուլին բաժանորդագրվում են էլեկտրոնային տարբերակներ։ Այդ դեպքում եւ սա առանց հեգնանքի եմ ասում, որովհետեւ ես աշխատել եմ հայկական ժամանակում, ինձ համար շատ հոգեհարազատ հայկական ժամանակի էլեկտրոնային տարբերակին ինչու չեն բաժանորդագրվել։ Դե որտեվ այդ մշակույթը չկա Հայաստանում, մետ եմ ասում, որտեվ բաց է։ Մենք էլ այդ ենք ասում։ Բայց երբ որ այն ժամանակ, երբ բաժանորդագրման փոխարեն տպագիր թերթն էր դրած կերպակում եւ դա գնելու համար դու պիտի վճարեիր, ասում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը վաճառվում էր ամենամեծ ես օրինակ եմ ոչ թե իրան եմ գովում, ուզեմ ասեմ դա մի պրոդուկտ է, որի համար, որը ընթերցելու համար մարդը ամեն առավոտ իջնում 100 դրամ վճար։ Հիմա դուք որ համեմատվում եք, ասում եք Նիկոլ Փաշինյանը սենց էր անում, դրանով համեմատվում եք։ Դուք էլ իր մոտ եք, իր խմբագրած թերթում եք, չէ, աշխատել։ Բա ասենք այդ լավ կողմը։ Նարեկ ջան, այդ լավ կողմը, ինչի՞ չեք ուզեցել դա էլ վերցնել, օրինակ։ Գերազանցել նույնիսկ իրան, ինքը 5000 դպակ հանակով է։ Բայց կարող եմ Հիմա Նարեկն էլ ունի YouTube-յան ալիք, որը տեսա իր դեպ, տեսա, հա, տեսա։ Ալիքից 1000 անգամ Հա, շատ ավելի։ այդ առումով հա, ճիշտ է։ YouTube-յան ալիքը տեսա, այդ առումով Նարեկը ահագին պրոգրես ունի, բայց մոնետիզացիան կա YouTube-ի Հայաստանում։ Չէ, Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, որ 24 կկատարվի, հիմա ԲՏԱ-ն աշխատում է այդ ուղղությամբ, դե սովորական մեր Ուղղակի ձեզ մի տարի է մնացել, հետո կարող է ժողովուրդը ձեզ չընտրի։ Դե չընտրի, թող մտածի ում ընտրում, ուղղակի այս Գյումրիի ընտրություններից անդադ ասում եք նախքին ներկա, ինչ եք նախքին, հենա, դուք էլ երկուսով էլ, դուք Գյումրիից, դուք Արթիկի շրջանից, դու Ֆաշեն գյուղից, հա, ասում եք ինչի է նախքին ներկանում, սիրելի մեր Շիրակի գործընկերներ եւ ոչ միայն, գիտեք ինչի ենք նախքին ներկա, արդեն ես ինքս մտածում էի, որ պետքա թարգել այդ նարատիվը, բայց Գյումրիի ընտրություններից հետո պարզվեց, որ չէ, ամեն դեպքում, եթե ներկա չի, ուրեմն նախքինն է։ Ու դա մտածելու տեղ է տալիս ու ոչ միայն Գյումրիի կոնտեքստում։ Հարությունյանն է շատ մտահոգիչ գրառում արել վերջերս անդրադառնալով այս զեկույցին, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի եւ ասում է, որ խմբագիրներ, լրագրողներ, լրատվամիջոցներ դուք ինքնակարգավորվեք, թե չէ իշխանությունը քայլեր կձեռնարկի, սա ես բառացի չէ, բառացի չեմ։ Դե ինչ վատ բան կա ինքնակարգավորվելու մեջ, հա։ Նաեւ ասում է, եթե դուք ինքնակարգավորվեք, կառավարությունը սկսի դա անել։ Ես ծրագրերի մասին տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում դա ինչ-որ տաբույացված թեմա չի։ Հա ինչի՞ չէ, ամբողջ աշխարհում էլ կա, բայց սա չեմ ասում, որ ասեք Եղոյանն ասեց, որ նախագիծ կա, որ կարգավորեն, ուղղակի լավ կլինի, որ այդ ազատությանը զուգահեռ, ինչպես ընդհանրապես կյանքում բոլոր ազատություններին զուգահեռ, պատասխանատվությունն էլ աճի, թե չէ ազատությունը աճում է, պատասխանատվությունը չի աճում, մի քիչ լավ չի լինում, էլի։ Խորհուրդնով էլ եզրափակի կողմված իշխանությանը, անպայման։ Իհարկե, ես
եկեք այս բարի նոտային Հիմա իմ պատասխանատվության չափը շատ ավելին է, քան այն ժամանակ, երբ ես պաշտոնյա չէի։ Այն ժամանակ ես ինձ կարող էի թույլ տալ բաներ, որոնք հիմա չեմ կարող թույլ տալ, եւ դուք էլ։ Եթե ունեք ակրեդիտացիա, մտել եք ազգային ժողովի շենք, հարցեր եք տալիս, պետք է հասկանալ, որ սա բան չի։ Այսինքն պետք է ինչ-որ մի զուգահեռ շուտ բաներ էլ պետք է լինեն, էլի պատասխանատվության, չէ՞։ Հոգնես փայլել։ Հետո վախենում եմ, որ լավ նյութ կստացվի մոտը, դիտումները շատ կլինեն, իրանը քիչ կմնա։ Դրա համար էլ բան չի անում։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է համբալ։ Մենք հիշում ենք Շմայսին, հենց Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարումը, հիշում ենք Շմայսի պահվածքը։ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը, այսպես սա դրվեց անդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեմ բաժանում, բայց դա ամենևին, բայց դա համաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չի։ Ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր։ Այսինքն ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում էր, հաճախ հայհոյում էր։ Վարչապետի դեպքում որը չէ, ասում եմ վարչապետի դեպքում նման պորտկումներ վեճի ժամանակ կարող են լինել 1000-ից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, մարդիկ քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող է դիմեն, հետո չգիտեմ, անդրադառնան կամ չանդրադառնան այդ հարցին, բայց դա բան չի, էլի, որ դուք ընդհանուր պատկեր նայեք, էլի, բայց կոնկրետ մարդկանց հասցին ասին, քաղաքացիները ինչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց է դիմում։ Կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողություն։ Դժվար թե, որովհետև դա հասկանում եք։ Իսկ այդ կոնկրետ մարդիկ իրանց ասածների համար ներողություն խնդրում ենք։ Դե լավի հետ համեմատվում ենք, էլի, որ դե լավի հետ համեմատվում ենք, որ մամուլի ազատությամբ 34-րդ տեղն ենք աշխարհում, լավի հետ ենք, էլի համեմատվել, որ վատի հետ համեմատվեինք, հենա 70 քանիսն էինք, կդառնայինք 130 քանիսը, դառնենք 34 ու այնուամենայնիվ մարդիկ բողոքում են, որ ես ճնշում եմ։ Ինչա թե ասեցի, որ ժողովուրդ տերմինը գործածելուց իմացեք, թե ինչ թվի մասին կարելի է խոսել։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայնի կեսից ավելիով կայացված որոշումը կոչվում է ժողովրդի որոշում։ Այդպես է ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն։